Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր փետրվարի 2-ն է, այս շաբաթվա վերջին օրը, եւ ձեզ հետ միասին եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Գլխանց ուզում եմ զգուշացնել, որ մեր հաղորդումը բավականին էմոցիոնալ է լինելու, ես կասեի 21+։ Ուստի հղիկանանց, երեխաներին եւ տղամարդկանց խնդրում ենք հեռանալ հեռուստաէկրանների մոտից։ Մեր մշտական հյուրերն իրենց անդամներն իրենց տեղերում են, Պարոն Աբազյան, Անդոյ, Մալչիկ Պայմենի Սասուն, Տահաչմարտ, Վայե Ղազարյան, Արգիշտ, Ռուզիկ եւ Քրիստիկ, վся семья в сборе։ Ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյան։ Так, Վլադիմիր Գասպարյան։ Գագիկ Ծառուկյան, Խանդանյան, Վլադիմիր Գասպարյանի դատավոր Վարդգես Սարգսյան, դատավոր Վարդգես Սարգսյանին Ռուզիկ խնդրում եմ հյուրասիրի այն, ինչ ինքը ուզում է, մնացածին կոֆե լատե։ Так. Այսօր Վլադիմիր Գասպարյանի թեման մի փոքր ծավալուն է լինելու։ Օշականցի Գևորիկ եւ վերջինիս տղա Սարգիս Մելիքյան։ Ազգային ժողովի քպական պատգամավորներ, լուլու, մուլու, պիպի, ծիծի նմանատիպ երևույթներ։ Դատախազությունը ստեղ է։ Նիկոլ Փաշինյան Իաթայֆով, Արմավիր քերակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Արսեն Բաղիշի Արզումանյան, Հայկ Մարության, Թևավոր Ղախպեն եւ հանրային ձայն կուսակցության, հանրային ձայն խմբակցության ավականին։ Նստեք։ Վահան Ավակյան, Վահե Եսայան, Նանա, Անուշ, Անի, բոլորի նստեք եւ եւս հյուրասիրությունը ապահովեք։ Вся семья в сборе։ Սկսենք երևակայի։ Դռները փակեք։ Մեղրի քաղաքապետի ագարկա կնգան Տիգրանուհուն եւ Մեղրի բոզի տղա քաղաքապետ Բագրատին։ Իհարկե նորից իր սուրբ պարտականությունը Մեղրի քաղաքապետի կնգան նկատմամբ կիրականացնի ով Գագո Վեկալը մեզ այս գեղեցիկ արարածին ճակերտավով եւ գնում ես հանգստյան սենյակ մինչեւ քեզ կանչեմ Գագո Գագոյի մոտ լավ աստված Ծսրա Գագո Ես դու ինձ ոչ մի լավ բան չես արել ոչ գյոթ ես տարել ոչ բոզ ես տարել ոչ կվարտիրա տվիր ոչ ավտոս տվիր ոչ մի բան բայց ես քեզ տես ամեն օր եթերի ժամանակ տանում եմ բոզի մարդ այդքան ապերախտ չպիտի լինի Գնա զբաղվի Իմիջալոս քանի որ գնաց խոսքը Գագոից
Մի քանի հաղորդում առաջ ես բարձրաձայնել էի, որ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը կայացնելու է որոշում իօքուտ Գագիկ Ծառուկյանի։ Հիշեցնեմ, որ Խանդանյաններ եւ Ծառուկյան տնտեսական վեճը, որը կապված էր նոյ կոնյակի գինու գործարանի հետ, որ Գագոս զավթելա 13.8% եւ չի տալի, Առաջացանի դատարանը տնտեսական հարցերով որոշում կայացրեց, որ Խանդանյանները ճիշտ են, 13.8%-ը Գագոն պիտի տա, մեկ քանի տասնյակ միլիոն դոլար։ Բայց վերաքննիչ դատարանը Իշխան Զաքարյանի ծանոթ խնամի բարեկամ եւ այլով թոշակի գնացող բոզի տղա դատավորով Գագոս մեշոգնի դոլարնիկը լցեց տարավ տվեց Խանդանյաններին ասին դուք սխալեցիք դիրեք Գագոն ճիշտ է։ Հիմա հիշում ես Աբաս, քեզ 3 օր առաջ ուրբաթ օրն էր, որ պիտի վճիռը հրապարակվեր։ 3 օր առաջ ես ասեցի, որ վերաքննիչ տնտեսական դատարանը կայացնելու է վճիռ, որով որ բան անելու անոնիչա Խանդանյաններին ասելու է դուք տահաշմարտիկ եք, գնացեք Գագոն ճիշտ է։ Ասել եմ։ Մի րոպե։ Մի վարք։ Եվ ինչ, եւ եղավ այն, ինչ որ ես ասեցի։ Ակնհայտ կերպով զավթած ապրանքը վերաքննիչ դատարան ասեց չէ Գագոյինն։ Հիմա Խանդանյանները գնում են վճռաբեկ։ Վճռաբեկից էլ հետո կգնան եվրոպական դատարան եւ եվրոպական դատարանը կբռնի կծծնի Հայաստանի Հանրապետությանը միլիարդավոր տուգանքներ, դրամներ, տուդա սխալ վճիռ կայացնելու հետ կապված։ Հիմիկվանից զգուշացնում եմ տնտեսական վճռաբեկ դատարանի ժողովրդին։ Կայացվել է սխալ որոշում, գնացել է եվրոպական, դա մինչև գնա, մինչև հետ գա հաստատ արդեն Վարդան Ղուկասյանը կլինի այդտեղ։ Բոլոր են դատավորները, ովքեր որ կայացրել են այս սխալ որոշումը, անձամբ ես եմ ծսցնելու։ Հիմիկվանից ասում եմ, ամբողջ տուժ ու տուգանքը, ինչը դրվելու է Հայաստանի Հանրապետության վզին, ձեր բոզի տղության բանը պատճառով, վճարելու եք անձամբ դուք ձեր վերջի ունեցվածքը բռնագրավելու եմ եւ փոխանցեմ Խանդանյաններին։ Հիմիկվանից զգուշացնում եմ վճռաբեկ տնտեսական դատարանի ժողովրդին։ Բոզի տղության թարգը տվեք։ Գագոն ձեզ փող կտա, խեր կտա, մայկատրուսի կտա, լիպչի կտա, ընձետի չքորում։ Ասենք առաջ։ Տեսաբա, ձեզ ասի չէ, ինչ վճիռա կայացնելու։ Έλավ, ոտերս կերաշ։ Ուր աստեղ ահագին բան, կետա էտա վովայ։ Հա, ուրեմն նախ մե բարի լուր, վերջապես, էտա գեղարքյունիկա մարս, կավարատիկոյ երգիր, զոլակարի մնգոն բացվերա, զոլակար գեղի մնգոն բացվերա, երեխեքն էլ գնացել են արդեն մնգոյ։ Հիշեցնեմ, որ զոլակարի մնգոյի լենթն էտա Նիկոլն կտրել էր ամիսներ առաջ։ Մենք դրանով եկալանք զանգին, կետա գեղարքյունիկա մարսպետ, անդեղա մարսպետորան մեխատ մարդ վեկարել այրա խոսել ենք, ասել ենք իմ ալոկեղի, էտա սախ ռեսպուբլիկա իշկյացերա, իմալեն լենթն պրթեմ, Համա մանկապորտես չշահագործվերա, ասեց մենք ձեզ խոսքա կուտանք, որ կբացվի շուտով, փետրվար, էտա հունվարի վերջն, մեր գեղարքյունիկա մարսպետարան, մնգոն բացերա, էտա զոլակ հարցի ճժերն, արդեն կետան զոլակքյարի մնգոյ, բրավո, տավարիշի, տերվակլաշկա, խնդրեմ, մնգոն բացվերա, Օղորմի Վարդան Ղուկասյանի անցավորներուն։ Էդի լավ նորություն։ Արմավիր քերակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Արսեն Բաղիշի Արզումանյան։ Who is it? Հենա։ Բարև ձեզ։ Ուրեմն մի քանի օրից ձեր ծննդյան օրն է։ Ամսի 9-ին։ Փետրվար, ռուզիկ։ Ես չգիտեմ, այդ օրը կշնորհավորեմ ձեզ, թե կցավակցեմ, կախված է ձեզանից։ Ընկեր Արսեն Բաղիշի Արզումանյան։ Խնդիրը ձեր առաջ, որ հիմա ես դնում եմ։
Դա արմավիր քերակատարողական հիմնարկի լվասկատան հարցը լուծել։ Լվասկատունը չի աշխատում։ Ինչու չի աշխատում, ինչ չքորում։ Մինչև ամսի 9 դուք լուծեք լվասկատան հարցը։ Ընկեր Արսեն Բաղիշի Արզումանյան, դա ձեր պարտականությունն է, ես ձեզանից ոչ փող եմ ուզում, ոչ հետույք եմ ուզում, ես ասում եմ լվասկատունը աշխատասրա կալանավորնիքի ու դատապարտյալնիքի համար, մեկ, երկրորդը, լուծել ջրի հարցը, այդ որ քաշեր, կիլոեր, բեսեր, էներ և այլն, լուծել օդափոխանակության հարցը, որ պիտի միացնես կոնդիցիոն կոնդեյշն աշխատի և այլն։ Եվ ամենակարևորը ինչի եք արգելել տառականի դեղ մտցնել բերդ։ Ամբողջ բերդը վխտամա տառականներով։ Եթե դու տառականի դեղ չես թողում, ուրեմն դեզինսեկցիան դու պիտի անես, ընկեր բերդի պետ, ուրա։ Հիմա կասես բանը սպասում էր գայ, նոր իմ վրա հարցակվեին, ոչ, ես չի սպասում, քանի որ դու այս հարցը պիտի բարձրաձայնվեր, բայց քանի որ իրավիճակ փոխվեց, հիմականներին հասավ, որ մի ամսից բերդի պետին հանում են, տանում են ցեբե քեզի բերեմ ենատե, դոլարնի։ Ես դա մեր սպասեցի, մինչև դու գաս, հիմա եկել ես, ինչի ես արգելել տառականի դեղը։ Դες շատ հանգիստ, առանց հայոյանք, առանց վիրավորանք, ես փորձում եմ լեզու գտնել։ Լուծի այն խնդիրները, որ լվասկատուն, ջուր, օդափոխություն եւ տառականի դեղի արգելքը հանում ես։ Մինչև ամսի 9, որ 6 կորպուսներից էլ ինձ քսիվը գահասնի այս ականջ, ու այս կամ այս նաուշնիկ սև գույնի, որ խնդիրն լուծված է։ Արսեն Բաղիշի Արզումանյան։ Իմինջալոց զադու ուզում եմ դիմեմ Սպայկի Դավիթին։ Ինձ տեղեկություն եկավ ասա, որ Սպայկի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը տվեցին։ Դավիթ, պիտի անպայման ես ազատություն տայ իմ կեղտոտ լեզվին, նոր դեկտեմբեր ամսվա աշխատավարձը դու ժողովրդին տայր։ Լավ, նույնիսկ որ հանգիստ ենք խոսում, փաղաքշական, կուլտուրական չի անցնում, պիտի անպայման դիմենք կեղտոտ բառապաշարի, որին ես դեմ եմ, կարող է զարմանալ լինի։ Մնաց հունվար ամսվա աշխատավարձը, որը պահանջվում է քեզանից։ Ալո, դուք չեք տենում, ես եթերի մեջ եմ, ահա, հետո շուշուտ, ոտերը սուտում ա, շո հասկացա ես, բացառվում ա դուք հանգիստ եղեք, վերջ, Այմարդ հասկացանք, Վարդազարյան Արթուր իմ խերը ծծի, Վարդազարյան Արթուր նովա, որ ինձանից իմանա, ով այնց ինվորմացիա տվեղ, դուք ապուշ շեք, վայ, Վարդազարյան Արթուր խարվեյար, ուզեմ ա պարզի, ով են թոքի բա ինվորմատերը, կոխ է Վարդազարյան Արթուրի մամայի բերանը, թոգնա բանը պարզի, կամի բետերի բանը, թելամանատորն ա, որ դուք ձեզի չվարեք, ոչ մեկ ձեզի չի վարի, Վարդազարյան Արթուր Գագո! Վարդազարյան Արթուրի մամայդ էլ ծսրա, բերեմ էլ մոտըտ, բացրի չորգան, մյուսը, եմ որ ասեմ էլ շգիտինք, ինչի վեր են խելրենք, ինչի վեր են ուրխնանք, ինչի վեր են տխրենք, ազգային ժողովի մի քանի պատգամավոր, իհարկե ԿՊ, բնականաբար իրանց վարքագծով ագար կա, հելել են, բարիս ամենաբուն իմաստով, օղոր մի քեզ հրուշ, Երևանյան 20 շենք, առաջի պադեստ, երկրորդ հարկ, երկրորդ բնակարան, բերանը մինչև ստեղ էր,
դες մեզ բերանով կնիգեր գեշ դոշերնան ուզում են ազգային ժողով մտցնել նոր օրենք որով որ արգելվում է ստուգել կուսաթաղանդ կա թե չկա կներեք հրուշին հիշեցի ոչ թե կուսաթաղանթը հիմա ես ուզում եմ հասկանամ լավ մարմնի որ մասով են այս 3 ագարկեք են լուլու մուլու են ինվալիդ ղախպ են մտածել որ կարելի է նման օրենք բերել որով որ արգելում է կուսաթաղանթը ստուգել նախ կուսաթաղանթը ստուգելու պրակտիկա ինչքան գիտեմ չկա տենց եթե կա գեղերում խոսքի օրինակ չգիտեմ թալիշ например կամ գյուղել չի գալի մտքումս որ անունը տամ խոսքի օրինակ ծիածանափայլ գեղում խոսքի հա արգել ես թե չարգել ես հիմա եթե գեղի կիսուր մայրիկը կամ փեսեն հա մարդը որոշել են տենան էտա դլոյ ստերիլա թե ստերիլ չի կտանեն լուբոյ բժշկի մոտ 10,000 20,000 30,000 կդնեն բժիշկը հալին կվեկալի կամ դե մեջը կտենա եթե արգելը մեզ ասում մենք ընդունենք լավ ընդունում ենք արգելը եւ այլն ամուսնացան պրծան տարան դոմփելու կտենան կուսաթաղանդ ես թե նեմա ինչ հրաբերվում է ուրեմն նույն ձևով պիտի արգելես եթե տենց օրենք ես մցանը նույն ձևով պիտի արգելես կուսաթաղանդ շտոպկա անելը որովհետև ավելի լայն տարածում ունի շտոպկին քան թե ստուգելը էթը մեն ալամ աշխարհի հետ մանիկյալի վերջը մեթալի փաչեք բացելի պարկելի զինգեր կարի մեքենան առեն մտեն մեջը ոչ կարում են ասում են 3 օր ուժի մեջ գնա աղջիկ ջա դարձ աղջին դառնալի կույս կամ մյուս տարբերակը բացի անատոմիական անցքից որը նախատեսված է կուկուլալա կա նաև այլ անցքեր որը մեր աղջիկներն օգտագործում են պերոս անալ առալ եւ այլն ես չեմ հասկանում ասիկա պիտի ազգային ժողովը նստի բան ու գործ չունի քննարկելու այս ղախպի տղեկի հավաքածուն պիտի նստի քննարկի թույլ տալ բժշկին հալին վեկալի մտնի կուսաթաղանդ նային դե կա թե չկա սենց որոնողը փնտողական աշխատանքներ կատարելի կուսաթաղանդ հայտնաբերելի կամ չկա բոս տղա եւ ով են 3 ագարկա 3 ասիկն ակնհայտ է չէ որ այս սրանք էդի են լրբերն են որ Երևակայի սաղ Երևան քաղաք են մի քիչ մաժոր ինչ մաժոր որ մի նորմալ մաժոր տղեն սրանց վեն կնայել յայն լուլուի յայն մյուսի օրը 10,000 դրամ ելի աշխատող մարդիկ սրանց պիտի դոմփած լնեն օրենքին սաղ երկե դրա հետ մեկ ուրիշ լուրջ հարց չկա ոչ արտաքին ագրեսիա կա ոչ պատերազմի վտանգ կա ոչ չգիտեմ կոռուպցիա կա ոչ մի բան ազգային ժողովում պիտի քննարկեն կուսաթաղանդ ստուգել չստուգելու հարցը բոզի տղեկ խնդրեմ ու այս մարդկանց ձեն են տվել բեր լցել են պարլամենտ ասել են գնացեք քննարկեք ցելկա ես ցելկա նեմա Շնորհավորում եմ ձեզ, սիրելի հայ ժողովուրդ, դուք ընտրել եք հիրավի ամենաարտակարգ ազգային ժողովը հայոց պատմության մեջ։ Հայաստանի բառը չեմ ուզում օգտագործեմ, հայոց պատմության մեջ։ Վայելեք։ Մնամա մի հատ էլ հանրաքվե վեկալ են դնել, դուք կողմ եք կուսաթաղանթին, թե ոչ։ Բա այսինքն ոնց եք բանը պատկերացնում գնա սաղ աշխարհի հետ քյուն վրտելի
ծսրտվելի, ծակրտվելի, շինվելի, վերջում իկյալի ասելի, բարև ձեզ, ես ձեր տան խարսնեմ, ես լավ են անեկդոտը, որ ասում է իկյալսեն, խնդրեսեն, աղաչեսեն, պաղատեսեն, վատերը տինալի, տանեսեն, շինեսեն, վերջում կայնեսեն, ամբաղ, զամբաղ, խոսասեն, ասեսեն, վարտուշեն պոզի։ Ահիմա եսա, տոշնի։ Գագոն ծսցնմո։ Մյուս խնդիրը նորությունը, ես շուշուտ եմ ուզում գնամ, ավելի արագ, որովհետև ավելի լուրջ թեմաներ կան, չէ, սա էլ պակաս լուրջ չի, աբաս, այնենք ինչ-որ սենց լուր եմ տենում, որ ազգային անվտանգությունը ոստիկանության հետ համատեղ բռնել է Օշականցի Գևորգի որդուն, Սարգիս Մելիքյան, 21 տարեկան։ Բերանք սիվայ ձեռները օթանած անենց են փիլակյաններ բարձրացնում, տպավորությունը ոնց որ միջազգային ահաբեկի չեն բռնել։ Փախելա բանակից։ Նախ Օշականցի Գևորգ։ Ես չգիտեմ, տղան փախելա բանակից ազատնում, բնականաբար խուսափում է զինվորական ծառայությունից, դա համար բանը բռնել են։ Ամոթ Օշականցի Գևորգին ես ոնց հասկանում եմ, ինքը կարող է իր որդուն ուզում ատանի նույն ճանապարհով, այսինքն դարձնի օրենքով գող։ Կամ տղան սիրում է այդ գողական աշխարհ, վասմիկանեշնի։ Սա իհարկե շատ վատ դաստիարակության արդյունք է։ Նախ ուզում եմ հասկանալ, որ եւ որքանով գիտեմ, օրենքով գողերը ընտանիք ունենալու իրավունք չունեն, ոնց որ բարձր դասի հոգեվորականները, չէ՞, արգիշտ։ Բայց հիմա Գերոշականցի Գևորգը որոշել է երեխա ունենալ, դա արդեն իրենց գողական աշխարհի խոհանոցն է, թող բնպարզեն, բայց սիրելիներս, սա ինչ շոու է, ինչ եք ուզում ցույց տաք։ Ուրիշ բանակից թռած չկա։ Այսինքն ով կարողացել է փողը տա կեղծ բժշկական ակտեր հանի, տարում մաքանի երկու տղեն, նորից կրկնեմ, Արշակ Հակոբյան, Արտակ Գալստյանի տղեն, Գագոյի տղեն, ելով կա, լիքը, Արշակ եւ այլն, Վովա եւ այլն։ Դուք հաղորդումն էլ ես տվել եմ, որ ձեր ձեռի տակ 5 լինի, որ դուք կարողանաք գնաք բացեք կրկնակի դատաբժշկական փորձականություն նշանակեք եւ տենաք, որ եւ Տարոնի, եւ Գագոյի, եւ Արշակի, եւ Վովայի, եւ մյուսների տղեկը կեղծ հիվանդություններով ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից։ Դաժե երկու հոգու ես եթերով զանգի ռազմական ոստիկանություն ինֆոն տվի, որ գնացեք տվեք։ Հիմա այս մարդը կամ չի ֆայմե, կամ չի, ես չգիտեմ ինչ արե, ոչ մի տղեն թռած է։ Բայց եթե տղեն թռած է 18 տարեկանից, 18, 19, 20, 21։ Այսինքն ձեզ 4 տարի պետք եկավ բանակից թռած ինչ-որ մի հատ 21 տարեկան պատանու, հայտնաբերելու ու դրա համար պիտի ներգրավեին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Էլ KGB-ն բան ու գործ չունի, պրիզիվնիկա բռնը, աբազան։ Ազգային անվտանգության խնդիրը դա է, պրիզիվնիկ բռնելը։ Պրիզիվնիկ բռնելու համար կա ռազմական ոստիկանություն, պրիզիվնիկ բռնելու համար կա ոչ բարով MVD։ Սա ակնհայտ է, չէ՞, որ իշխանությունները ընկած են տվյալ հանցավոր աշխարհի էլեմենտի հետևից։ Եվ որպեսզի հիմա ինչ-որ մի ձև քաշեն, ներգրավեն, շանտաժանեն, սպառնեն եւ այլն, բռնում են տողում։ KGB-ով։ Այդ դրա համար են սիրելի օրենքով գողեր։ Դրա համար խորհրդային միությունը, սովետական միությունը, երբ որ գրում էր օրենքով գողերի ուստավը, ընդ գրած էր ընտանիք ունենալու իրավունք չունեք, դա պատահական գրած չէր։ Դա գրած էր նրա համար, որպեսզի դուք խոցելի չլինեք կամ մաքսիմալ քիչ խոցելի լինեք։ Բայց դուք ձեր իսկ կողմից գրված օրենքներին չենթարկվեցիք, տվեցիք աշխարհիկ հաճույքներին, ոնց որ Արգիշտի պապան, եւ ծնվեց Արգիշտ։ Նույն հաջողությամբ էլ ծնվեց Սարգիս Մելիքյանը, որը բնականաբար հիմա իշխանությունների եւ օրենքով գող Օշականցի Գևորգի միջև դառնալու է առևտրի առարկա։
Չես ուզում տղեդ նստի, ուրեմն էսի պիտի անես։ Չես ուզում տղուց սենց անենք, ուրեմն էսի պիտի անես։ Աստված գիտի, թե աբազի հիմնարկը ինչ բան գործարքի մեջ կգնա օշականցի գևորիկ, կամ էս ինֆորմացիան պիտի տաս օշականցի գևորիկ, չէ տղուտ կուկուլալա տումանբա։ Դե այդ օրենքները Հավայի գրված չեն, հասկանում եք, ընկեր օրենքով գողեր, ընկեր հոգևորականներ եւ այլն, որովհետեւ երեխաները միշտ խոցելի կողմ են, միշտ կնի երեխա, դա ամենաթույլ խոցելի կետն է։ Եվ մի ամբողջ ազգային անվտանգություն գցել 21 տարեկան լակոտի հետևից եւ բյանդել բերանք սիվայ փիլակյանները բարձրացնել, ու միջազգային ահաբեկի չեք բռնել։ Ով է։ Թե բռնեք տանեք գցեք, չգիտեմ, բերտ, ներջ։ Ձերեն օրած։ Ես իմ ինչը բայն մարդասպանների հետևից այդպես խիչ եք եթան, ընկեր Աբազյան։ Զգում ես որ դիշով կա ես։ 4 հոգու խոշտանգելա արգիշտը 5, 4-5-ը բերթերում լցած են, բախի բերման չես ենթարկում արգիշտին։ Դու խտչիները, ծսնմա, գլգլգլգլգլգլգլգ։ Շոու։ Բա գնացեք, բանը, Գասպարյան Վովայի տողու հետևից, քիչ գնացեք, հարց, կծսնի, ինսուլ տարած խերը կդնի բերաններըտ, Աննա Բոլեյնի դիսկը տեղում կհանի կտա, եթեր կասի տեսեք, ոնց Հաշոտ Կարապետյանը Աննա Բոլեյին դոմպում, վախում եք, էոշականցի գևորիկի ձերի տակն էլ դիսկ չկա, չգիտեմ, այդ ինչով կավարտվի օշականցի գևորիկի տողուբն պատմությունը, բայց ես ասեցի մազնական կարծիքը, որ սա շոու է, սա հետապնդում է, սա օրենքով գողին առևտրի դաշտ ներգրավել է, очень подлым способом, очень։ 4 տարյա մարդը թռած այդ նոր եք բանը կտնա, այս լակոտին։ Եթե այդքան օբյեկտիվ եք, ինգեշ գլխավոր դատախազի տեղակալ։ Մենք ունեինք փոխգնդապետ Արամ Մխիթարյան, ով քիչ չէր արել Հայաստանի Հանրապետության համար։ Արամ Մխիթարյանին 17 նոյեմբեր 2019 թվականին Եղեգնաձորի մարզպետը Իա Թայֆով ծեծեց։ Տրթատ Սարգսյան այդ բոզի տղեն։ Եվ այդ ամբողջ ոհմակից նստավ մեկ հոգի, Հարություն Գրիգորյան, ով իբր թե ինքն էր անես ծեծե այդ փոխգնդապետին, որը ընկել էր երկարատև կոմայի մեջ, վերջում մեռավ։ Հիմա հարց։ Հարություն Գրիգորյանը ուր է։ Այո, Հարություն Գրիգորյանը ազատության մեջ է։ Հիմա եկեք համեմատական անցկացնենք 2011, եթե չեմ սխալվում, 11 թվական Վահե Ավետյանի գործով և փոխգնդապետ Արամ Մխիթարյանին։ Վահե Ավետյանի գործով անցնում էր Նեմեց Ռուբոն։ Իա շքախմբով, հարսնակար ռեստորան, ծեծեցին բժշկին, ոսկե բժիշկ, անձամբ ինքս եղել եմ տվյալ բժշկի պացիենտը, ոսկե ձեռքեր, անփոխարինելի կադր ռազմական բժշկության մեջ, որպես լոր մասնագետ։ Ես իմ խնդրով, իմ գանգատով եղել եմ, դիմել եմ տարբեր երկրներ։ Եվ Ռուսաստան մի 10 հատ լոր մասնագետի մոտ եմ գնացել, և Ֆրանսիա, և Գերմանիա, և Սերբիա, և այլն, բայց Վահե Ավետյանի գոնե 50% գիտելիքներին տիրապետող լոր մասնագետի ես այդպես էլ չհանդիպեցի։ Միակ մարդն ա եղել, որ իմ քթային երակի առնահոսությունը դադարեցրել է 8 տարով։ Մնացած ով եղել է մի օր, 5 օր, 10 օր, մի ամիս, վсё, էլի գյուքյա, ոսկե մարդ։
ոսկե։ Ես եթե իշխանության լինեի, նման բժշկին սպանած մարդկաց գնդագահարություն, օրենքը կա, չկա, փոխույ։ Տարան, Դուբլին, Դադին, Պրծանք, Նեմես Ռուբոնել մանդատը դրեց։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ։ Սրանց օրոք ծեծելով նույն ձևի սպանում են փոխգնդապետի, կապ չունի, որ ընկելա կոմայի մեջ, մի քանի ամիս, մի քանի տարեկան նորամերը, կապ չունի։ Տվյալ պահից էլ այդ մարդը էլ չկար, դարձ։ Ու ծեծած ըստ իրանց մենակ ծեծած բոզի տղա Հարություն Գրիգորյան Պոռնիկի ծնունդը ազատվում է պատժի հետագա կրումից պայմանական։ Այսինքն դեպք եղել է 19 թվին, դատը թողածած լինի 20-21 թվին, այդ մարդը փաստորեն նստել է 2-3 տարի, հա։ Բանակի փոխգնդապետ ծեծելով սպանես, վերջում նստես 2-3 տարի եւ դուրս գաս պայմանական։ Դուք պատկերացնում եք։ Հիմա ինչ պիտի ասեն։ Այդ պայմանական թողի մորն էլ ծսնեն, այդ պայմանական հանձնաժողովի լավի բերանել ալամաշխարը դնի, այդ դատավորի մորն էլ ծսնի ալամաշխարը, գագոս գնա մտնի սաղին տներով ծսնելով հլնի։ Մարդիկ թեթև հանցագործություն են, ես, ինչ էին բնակարել, շորթում, 4 անգամ ինձ բաց չթողեց պայմանականը, առաջին դատվածություն, դրական բնութագիր, չգիտեմ, ոչ մարդ էինք սպանել, ոչ բան, 2 տարի, 11 ամիս, 25 օր, մխին գնացի։ Ես վերցնում եմ իմ վրա, ես այս կանադառնամ Պոռնիկի ծնունդ Վովա Գասպարյանին։ Բայց ես մարդ սպանել, 2-3 տարի նստի և դուրս կա, պայմանական, ոչ որ բան էր, ավտովթար էր։ Ու այս ժողովուրդը շարունակում է հանդուրժել, շարունակում է լռել, շարունակում է սրանց ինչ-որ հավատալ այս բոզի տղեկին և շարունակում է սրանց հետ հույսեր կապել, որոնք ակնհայտ գործում են չերես Ադրբեջան։ Ադրբեջանը ինչ ասում է, սրանք վազելով անում են։ Ինչ յան շահերին ձեռատալի, սրանք անում են։ Ուրեմն պաշտոնապես հայտարարում եմ փոխգնդապետ Արամ Մխիթարյանի հարազատներին, ծնողներին, մարտական ընկերներին եւ այլն։ Իշխանության ղեկը վերցնելու դեպքում բոլորը, ովքեր պատասխանատվություն են կրել, ովքեր ներկա են եղել, ովքեր հովանավորել են Հարություն Գրիգորյան, Տրթած Սարգսյան, Մարզի դատախաց, Մարզի դատավոր, բոլոր ԿՊ եւ այլն, բոլորի լավը ծսնելու են բերթերում։ Բանակի սպային ծեծելով սպանելու համար։ Ես դա այս եթերը կտրեք պահեք։ Այսօր փետրվարի 2-ն է։ Կտրեք պահեք։ Եթե հանկարծ չիրականանա, կդնեք եթերով, կասեք Վարդան Ղուկասյան, դու սա խոսքեր տվե ուրա։ Կտրեք, սա պահեք։ Այս իշխանությունների կամ նախկիններ կոչվածները ձեր հարցը լուծողը չեն։ Արա Մխիթարյանի հարազատներ, բարեկամներ, մարտական ընկերներ։ Ես դա ձեզ խոսք եմ տալիս։ Եթե չանեմ, ասա դու բոզի տղա ես, ասիր ու չարիր։ Այս հատվածը կտրեք պահեք։ Ես ձեր տուն ու տեղը ծծցնելու եմ բարիս ամենաբուն իմաստով, Բերթում Հարություն Գրիգորյան և Տրթած Սարգսյան, են մարդասպաննա պայմանական դուրս գալու, ով ձեզի բարիս ամենաբուն իմաստով պիտի դնի շինի, պիտի նկարեն ղրկինից ասեն կալանավ դատապարտալեսին չանը, շինեց պայմանական աուզեմ, տալու եմ էթա, ասեմ գնա։ Այս հետ եմ ես ես պատժելու։ Բոզի տագեք։ Սաղ Վովայա, սաղ։
Ես նորից եմ ուզում զգուշացնեմ, որ բոլոր շենք շինությունների, շենքերի թույլտվությունները, որոնք որ տվել է Սիսին 2021 թվականից դեպի վերև, բոլորը քանդելու եմ։ Ուստի հիմիկվանից ասում եմ, չգնաք, միամիտ տուն չառնեք, հետո չասեք, գաման տուն են կառե, հիմա ինչա լինելու։ Մի առեք։ Կենտրոն, նամանավանդ կենտրոն, խոսքը գնում է կենտրոնի մասին, բոլորը քանդվելու է։ Հիմիկվանից հայտարարել եմ։ Ինչքան շատ մարդ առնի, այնքան փողերի փոխհատուցումը ավելի դժվար է լինելու։ Մի առեք, կենտրոնում թազա շենքերում տուն մի առեք, 21 թվից թազա շենքերում։ Հիմիկվանից ասում եմ։ Սկսենք Վովայից։ Դատավոր, ուրա մեր սիրելի դատավորը, Վարդգես Սարգսյան, նստեք ստեղ։ Վովա, դու էլ թե։ Ուրեմն, փորձեմ լինել մաքսիմալ կիրթ և կուլտուրական, հետո կանցնենք Ալեն Սիմոնյան և ալն։ Որպիսի այս հատվածը դատավոր Վարդգես Սարգսյանը, եթե ցանկանա, կարա օգտագործի դատական նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանի, որպես ցուցմունք, որպես հայտարարություն, որպես վկայություն, ոնց ուզում եք, սա ձևակերպեք։ Ինգեր Վարդգես Սարգսյան։ Ուրեմն ես Վարդան Յուրիկի Ղուկասյանը, ծնված 1977 թվական ապրիլի 25, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, 16 տարվա զինվորական պահեստազորի մայոր, չամուսնացած, ուզում եմ տամ հետևյալ ցուցմունքը, հայտարարությունը, վկայությունը կապված Վլադիմիր Գասպարյանի դատական պրոցեսով, որի հարուցման հիմքում, այդ քրեական գործերի հարուցման հիմքում ընկած է իմ կողմից տրված հաղորդումը, որը ես տվել եմ 2019 թվականին։ Ուրեմն ես ուշադիր լսեցի այն 48 րոպեանոց դատական պրոցեսը, որտեղ մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը պատասխանում էր դատավոր Վարդգես Սարգսյանի հարցերին, կամ չէր պատասխանում, կամ խուսափում էր, կամ, չգիտեմ, մանևրում էր։ Ուզում եմ հատհատ պատասխանել։ Նախ բնակարանների վերաբերյալ, որը որ ինքը տվել էր Ռաֆայել Զաքարյանին։ Ես հիշեցնեմ, որ Ռաֆայել Զաքարյանը դա 6-րդ վարության պետն էր, որի աղջիկը եւս աշխատում էր MVD-ում, ուզում եմ ես դա էլ ասեմ ձեզ, ի գիտություն, ինքը աշխատում էր գաղտնալսման, ով օտո էր, մոտո էր, ինչ գրող ու սև ցավ էր, աշխատում էր այդտեղ։ Զաքարյան Ռաֆայելը տունել ունել, տեղեր ուներ, ամեն ինչ ուներ եւ այդ բնակարանները, որը որ տրամադրվել են, դա եղել է սարկած։ Վլադիմիր Գասպարյանը շեշտում է, որ Խանձրազյանն ա բերե տնտեսական գծով տեղակալը գրեբերե ինքը ստորագրել է։ Բացարձակ սուտ։ Խանձրազյան Ռազմիկի հետ եմ ես աշխատել 10 տարուց ավել, Գասպարյան Վլադիմիրի հետ էլ աշխատել եմ 10 տարուց ավել, 14 տարի։ Եվ պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի չէր կարող ինքնուրույն գրել ինչ-որ մեկին տուն տալ ու բերել դեմ տալ Վլադիմիր Գասպարյանի եւ Վլադիմիր Գասպարյանը ստորագրել։ Կամ ինչ-որ մի կոչում, ինչ-որ մի պաշտոն, ինչ-որ մի մեդալ առանց իր հետ համաձայնացնելու։ Այն որ ասում է թե ընդունարանում լիքը լցած էին ու մարդիկ պեչատում ու ստորագրում էին, սուտա նման բան գոյություն չունի։ Ցանկացած գործ, ցանկացած կոչում, ցանկացած պարգևատրում կադրերի գլխավոր վարչության պետ, տվյալ դեպքում ոստիկանության, ռազմական ոստիկանության կադրերի պետ Գոհարա, հիմա չեմ հիշում ազգանունը, հայրանունը, բոլորը մտցնում էին կետ առ կետ, փուլ առ փուլ, համաձայնեցվում էր թե ռազմական ոստիկանության պետ այն ժամանակ, թե MVD-ի մինիստրը Վլադիմիր Գասպարյանի հետ։ Ուրեմն ես նայեցի, որ ինքը մշտապես հրաժարվել է ցուցմունքներից 2019 թվականին, դուստրը Յուլիա Գասպարյանը 11-ից 18 թվականներին աշխատել է MVD-ում, ստացել է
բան փոխգնդապետ, այո, մեկ օրով նշանակել են տեղ, այնտեղ գնաց հարց մարտական ատրճանակի կամ մեդալի մասին, որ ինքը շոու բիզնեսի ոչ մեկին մարտական ատրճանակ, մեդալ, պարգևատրում, բան չի տվել, սուտա, ուրեմն Վլադիմիր Գասպարյանը պարգևատրել է թե Միրան Ծառուկյանին, պարգևատրել է Դերոյեր, եսի մինչեր դրան, որի եղբայրը հանդիսանում էր արքայադուստր կամ արքայազն Վլադիմիր Գասպարյանի փեսա Ալիկ Մարգարյանի վարորդը, դրա աղբերը, այսինքն Վովան պարգևատրել է, դա միանշանակ, դուք կարող եք ուղղակի դատախազությունը շատ վատ աշխատել, հակակոռուպցիոն կոմիտեն եւս եւ չի գտել այդ, ես անձամբ եմ տեսել այդ պարգևատրած մեդալները Դելոյին, Միրան Ծառուկյանին, մյուսներին, որպեսզի իր աղջկա հետ երգեին, ստեղ ստեղ խոսք իանույն խնամի ծանոթ բարեկամ այդ հարցը որ տվեց դատարանը ինքնասում ճուր Վովան ասում էր ես դեմ եմ խնամի ծանոթ բարեկամ բերել կողել MVD-ում բայց նույն ձևով էլ ասում է չէ գիտեք ինչ ես կողմ եմ որ MVD-ում լինում է ոստիկանական ընտանիքներ մարդկնիկ տղա աղջիկ ցավ ոստիկան է նույն բանն է խնամի ծանոթ բարեկամ մարդկնիկ տղա աղջիկ Վլադիմիր Գասպարյանի կին Սուսաննա Գասպարյանը այո երբեք չի եղել MVD-ում այն որ ասում ատես բան ասողի մերը ես քումորը ես կնգակ ծսնեմ բոզի տաղա ընկեր Վովա քո կնիկը մի անգամ եկելա MVD այդ կաբինետում նստելա մի օր մի ժամ քո կինը այդ կաբինետում նստելա ոչ Ով ատես է մարտլնի մինիստր կնգան բերի դնի ռեֆերենտ Էդի նո տունը քոկինը ինչ ձև ուզում է թող կես ռեֆերենտություն անի Ընկեր Սուսոնն են ցա ռեֆերենտություն անում որ տիկին Անժիկը ավելի հեշտ կստանա Թուրքմենստանի Մեծ Բրիտանիայի կամ Միացյալ Նահանգների վիզա քան թե կարա գամատնի քո տունը Մենք հարց տվեք երբ ակոմայրը վերջ անգամ եղեք քո տանը Սուսոն թեմը եւ վերջ Այն որ Սուսոն Վանոյի ժամանակվանից Էջմիածնի պասպորտ սեղանումը աշխատե այո աշխատելո Սա Էջմիածնի դոմփելո Ատից ես կթե այդ լրփին ատից ես հետը կապնվե գյոզալական իրային թողել ես դաշտանը կաթսը խմցել հելեկելա եղելա կին մնում էր ասել որ ընկեր Սուսանը աշխատել է նաև ռազմական ոստիկանությունում մի հրամանագրված այո բայց ես Սուսան չեմ տեսել այնտեղ ամբողջ բանը process-ը գնում էր բան այդ կապ ասում է կեղծել են ստորագրություն ով կարող էր կեղծել ոստիկանապետի ստորագրությունը ով նա փորձեց շարը գցել Ստեփանյան Հայկի վրա կապված այդ 3 անձանց հետ ովքեր որ հրամանագրված են եղել սպեցնազի վրա մեկը եղել է Լևոն Սարգսյանի վարորդ օգնական չգիտեմ ինչ այն երկուսն եղել են Սերժի աղբոր օգնական շոֆեր ախրանի եւ այլն այո ես պաշտոնապես հայտարարում եմ որ բացառում եմ որ Սերժ Սարգսյանը վեկալ էր զանգեր Վովային ասեր մի երկու հոգու տուր աղբրտիկիս համար ախրաննիկ ոչ բացառում եմ ես էլ եմ բացառում եմ որ ասում լինենք պարզ եւ ազնիվ այդ աղբրտիկին ախրանա տվելա ինքը աղբրտիկի հետ Սաշիկի եւ Լովիկի հետ Լևոն Սարգսյանի հետ պայմանավորվելով Այն որ ասում է խաբար չենք եղել շարքից բացակալ այդ մարդիկ տասնամյակ գործի չեն եկել ամեն 3 տարին մեկ ատեստացիա եղել եւ եթե մի օր մի մարդ մի ժամ ընդեղից բացակայեր Ամիջապես ռապորտը գրենք, բերենք տնեին տեմը, Ստեփանյան Հայկը, հարգարժան դատարան, Ստեփանյան Հայկը երբեք Գասպարյան Վովային չի խապել, երբեք, այո, առաջի տեղակալ Ստեփանյան Հայկ, Հարությունի, որը հիմա Ամերիկայում, այո, այդ մարդը ողջ է, այո, ինքն է եղել կուրատորը թե դիզբադի, թե հատուկ նշանակության գումարտակի, բայց նա երբեք չի խապել Բացառվում է։ Ես դաժե եթեներով միշտ օրինակը բերել եմ, որից այդ մարդուց սովորել եմ։ Ստեփանյան Հայկը, բացատրեմ որ հասկանաք ընկեր դատարան։ Եթե պիտի խափել, ո՞նց է խափել։ Նախ չեն խափում, կա ներկայացնելու ձև։ Գրիչը սև է։
Չէ, ինքը պիտի մտնի ասի գրիչը սև է։ Բայց ինքն էս պիտի ասի, որ այս գրիչը կամ առնեն, կամ չառնեն։ Իտոկում ինքը ասում է, այս գրիչը սև է եւ գելվի է։ Ոնց պիտի խափի։ Նա պիտի ասի, գիտեք ինչ, այս գրիչը սև է, գելվի է, բայց թունավոր հոտ է գալի։ Այս գրիչը որ գրում ես, այդ թանակի հոտը խփում է կտի, շնչում ես, առաջանում է ուղեղի ռակ։ Եկեք այս գրիչը չառնենք։ Վերջ արդեն մարդը մտածում է, ասում է, հա, այս չենք։ Նույն հակառակ տարբերակը արտակարգ գրող գրիչ։ Արտակարգ գելով ինքը ուշա վերջանը, ամորդ հո գլեմ ես, չի պրծնում, իսկ ինչ որակով բանեն արտած է հորը սարև, այս ես կհամոզել, ու այդ գրիչը դու կառնեիր, վերջ, ինքը խափելու պրոցես չունի, հասկանում եք, ու անպայման ինքը այդ գործարքի հետ էլ կապված, ասեմ Ստեփանակը, իա փողը առնելու էր, չխափել, ֆրծնել, իա փող, բայց Միշիկի թեմա ներողություն, Սաշիկ, նախարարի աղբեր բան դեզդեն, զենքը վրեն տալում, ասում են գնա ֆրա, ատենցալ լմա, ընգեր դատարան, ես չգիտեմ դատավորը բանակ ծառայել է թե ոչ, բայց մարդը պրապրշիկա, ստանում է զենք ու գնում է ինչ-որ մեկի կողը դառնում է ախրանիկ ու դրա մասին մարդ չգիտի, Ստեփան Հայկն է Գասպարյանովային չզեկուցեց։ Են որ ամեն մի բառը ծառայողական գաղտնիք, անձնական գաղտնիք, ծառայողական գաղտնիք եւ այլն։ Ընկեր Վլադիմիր Գասպարյան, ծառայողական գաղտնիքը ո՞րն է։ Որ դրել ես դատարանին շատ ներողություն էշիտեղ ու ասում ես ծառայողական գաղտնիքը ո՞րն է։ Մարդը քեզ հաց հատալը, կնիկ այդ գործ եկել, հա։ Դա ծառայողական գաղտնիք է։ Մարդը քեզ հաց հատալի աղջիկը ո՞ց ստացա փող գնդա։ Ինչի ես մնացի մայոր, աղջիկը դարա փող գնդապետ հարց եմ տալի ես քեզ։ Ո՞ց է ստացվում։ Դրա ծառայողական գաղտնիքը ո՞րն է։ Կամ որ ասում ես դրմփակնիստ անենք, որովհետև պետական ծառայողական գաղտնիք կա, անձնական գաղտնիք կա եւ այլն։ Անհատական կյանք կա։ Բայց դեպքում ես քեզ ուզում եմ հարց տամ։ Բա որ ծառայողական եւ անհատական գաղտնիք կա։ Բա դու լինելով MVD-ի մինիստր։ Գագո, արի։ Բա դու լինելով MVD-ի մինիստր։ Ինչի է ցելի 7-րդ վարչությունը Գագո լսի։ Են ավակյան աշոտ բոզիտաղուն կարկադրե որ գաղտնալսում անեն հետևեն Գագիկ Ծառուկյան, Նաիրա Զուրաբյան, Հովիկ Աբրահամյան, Գայանե Մանուկյան, Ամերիկայեն լրագրող են աղջիկը, որ անձնական տվյալներ են, Նարեկ Մալյանովը, պասպորտ սեղանով, հանի քծիկ, ինչ ասես, այդ աղջիկը հասեին գրիկ, կավատա, մավատա, ես իմ ինչա, ստի մորը ծսել եմ, թե այդ մարդը կավատա։ Իմ հետ կապված իմ անձնական կյանք, ում փեսեն ում ագնեմ դոմփում, էտել է գնացել նկարե, գաղտնալսում էի սաղիս, Նեպտուն համիկ, որ ավտոն սարքին եկան խպին Նեպտուն համիկի ավտոին իջավ փոխանակ ու ոտես է տաքսիստը գա խպի, իբր թե տաքսիստ, մարդ ու մեքենային հետևից, վերջում հլի ասի լսեմ ես ալո, էնելի շիտա չանեն, ջարդիվ եկան են տանեն, Պանեն է պագեն, գրզո, խաչատուր Սոքյասյան, գրզո, մենք երետ հանդիպել ենք, ճիշտ է, քո ալրաղացի հյուրանոցում, ասում ես ին վրա նռնակոմով բան ես գրե, հիշում ես, էդ ինգեր ովաներ, էդի ես շեի, Միշիկ, են որ մուլտիկ էին նկարե քծե Սերժի, ոչմ փեսով, Աննա Պոլեին, Կարապետյան Աշոտը դոմփելի, դու նկարելի, ընկեր Նիկոլի դեմ շանտաժանելի, Լիզեր, Շերիվ, Գյուրեղյան, Ալիք Սարգսյան, նախկին MVD-ի բն մինիստրը, սաղի ազնական կյանք պեսա հարց մտել էր, Գյուրեղյան Արսեն, Նադարյան Վարդան, Մկրտումյան Ռոմիկ, որին ասեմ բոզի տղա, բայց մարդիկ ազնական կյանք չունեին, ինչ իրավունքով էր մտե սաղի տեղաշոր, ով ու մոտայեթն գյոթի, ով ու մոտայեթն բոզի, ով ում ծսրեց, ով ում շինեց, Գագոյի պոչին ցելի 7-ը դրել էր Դավթաշենի կածով, հիշում ես Գագո, են Դավթաշեն նկարիչ էր են աղջիկը, ինչ էր, որ վեկալ է գրել էինք, դռնակ էդ կոմում ջավահիրն էլ վատացել էր, հիշար, բա դրանք ով էր արել, հա? Բա անձնական կյանք է, դու ինչ իրա, բա կեզ կարելի է մտնել ուրիշի անձնական կյանք, բոզի տղա, բայց որ կեզ հարցերում են ոնց հաստացել, որ դեր աղջիկը,
Յուլիան դարել է փոխգնդապետ։ Էդի դարավ անձնական կյանք կամ փեսետ։ Ինչ ասում, ուշադիր։ Ասում է, լսի դատարան, ասում է Ալիկ Մարգարյանը, եթե ես մի բառ խափեմ եմ, թող իմ ռազմական ոստիկանության կոլեկտիվը, չգիտեմ, ինչ որ մեկ հլի գրասի դու խափեմ ես։ Վարդգես Սարգսյան, լսի ուշադիր, դատավոր ես։ Ասում է Ալիկ Մարգարյանը, եզակի կադր, ինքը տաղանդ, ինքը սպանություններ բացահայտելու յուրահատուկ ջիղ ունի, ինքը վարության պետի տեղակալ ամբողջ կարգեպեն ասում է, յաման, ես ինչ կադր մենք կորցրեցինք։ Ուրեմն լսեք, սիրելի դատարան, Վարդգես Սարգսյան ջան, Ալիկ Սարգսյանը ռազմական ոստիկանություն հայտնվել է, որովհետև դարել է Յուլիայի մարդը։ Թողել է այն Նարեկ ռեստորանի սեփականատիրոջ աղջկան, ինչ էր անունը, Քրիստիկ, եթե չեմ սխալվում, դրանից էլ մի հատ երեխա ունի, ու մտնելով Յուլիայի համապատասխան մասը, եկա մտավ ռազմական ոստիկանություն։ Ես հենց դաժե դու հիշեն Մանուկյան Աշոտ, Կարապետյան Հայկ, Գուգոն, Կաչը, Լովիկը Ձուկ, Ջանգիրյանի Լովիկը, Էդոն Օհանյան, ով կա դու հիշեն իմ բառերը։ Ես դրանք ասել եմ, պիտի գնամ այդ Քրիստիկի հետ ամուսնանամ այդ Նարեկ ռեստորանի, երեխու ձեռը բռնած, բերեմ մտցնեմ ռազմական ոստիկանություն, որ ինքը տենա։ Ու էդի գնացեյան ասել էին, որ դուք ասես բանա ուզում անի։ Ես այդ տղայից զզվել եմ, այն որ ասում է անձնական անտիպաթիա։ Ալիկ Մարգարյանը, հարգարժան դատարան, եղել է իմ բաժանմունքի պետը։ Բացեք, հանեք ռազմական ոստիկանության հրամանագիրքը, նայեք։ Առաջի բաժանմունքի պետ, նույն ինքը օպերատիվ հետախուզական բաժնի պետի տեղակալ։ Եղել է ինքը։ Իա բաժանմունքում աշխատել եմ ես, Գուգոն, Կաչը, ելով էր, ես իրեքս էինք, մեր բաժամունքը կոչում էր անձի դեմ ուղված հանցագործությունների դեմ պայքարի բաժամունք, բայց սպանություններով բանակում զբաղվում էր երկրորդ բաժամունքը, Խաչատյան Վարդանի, Օղորմածիկ, դրան էլ ատելով ատամեի, բայց մեռելա Թոլիետ Օղորմածիկ։ Այնտեղ են Արսեններ, Աղաջանյան Վահակներ, Խոխորունիներ, Արեգը եւ այլն։ Դրանք էին զբաղվում։ Բայց եթե քոփեսեն, այտենց բեսամբ բացահայտող էր։ Ինչի քոփեսեն չէ զբաղվում սպանություններով, որ զբաղվում էր Խաչատյան Վարդանը։ Հարց։ Կամ այդ քոփեսեն որ ցես քիթը բարձր միջանցքով քալում էր։ Այն որ ցես Madame Monsieur Carol, այդ Պանով կամ դարոգու, են Սուլթան Սուլեյման, ատենց էր քայլում միջանցքով, յա իմպերատոր վսիա Ռուսի, դուս է գալում դեմը նայում է, սենց անում է թմի, արդեն ջոգում էր, որ զզվում եմ, այդ ում որով էր ատենց բարձր քայլում, յա օպերների, երևի ինքն էր գնում դեպքի վայր, ինքն էր գնում մարդ բռն բերում, չէ, ես իրեկը, Կաչ, Գուգո, Վարդան, ընկեր դատարան, ու մի գեղեցիկոր էլ տենալով ընկեր Մարգարյան Ալիկը, որ չհնարավոր չի ալևս, իմ վրա չի կարեմ, ոչ մի ձև, գնաց մտավ աներոշ փեսեկին լացեց, ընձվեկան ասիկիրանի վայք, ասին գնա, դեպորտ, հետո ընդեղից եկա հետ, վեկան ասիկիրանի բան Վարդենիս, ինչ բացահայտման մասին է գնում խոսք, ինչ բարձր կատալոգականություն, այդ ինչ Շերլոկ Հոլմսներ, Հերկյուլ Պուարոներ, Ագաթա Քրիստիներ, ով էր այդ ղախպեն, Ալիկ Մարգարյանը պրոստը շատ լավ չորս երեխա է բերել, լաշացավ, բայց այն երեխուն վաբշե, այն Նարեկ ռեստորանի սեփականատիրոջը վաբշե քաքի տեղ չէր դնում, մի երեխուն, որտեղ եթե թեք վերանդե Գասպարովը կծծցներ։ Ինչ բարձր բացահայտում։ Հիմա եթե դες բարձր բացահայտում էր ընկեր ովա, հիմա ես հարց եմ տալի։ 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամսին խփեք լրատվականը, հարգելի ժողովուրդ, խփեք լրատվական, Գագիկ Շամշան, համեք, այն Լեդի Հակոբի աղբոր տղեն, Ստոպիկը, Ստեփան Հակոբյան, որ Կիևյան կամրջի վրա բռնին, ով բռնեց։ 3 տարուց ավել այդ մարդը ռոզիսկ էր։ Զակազեր տվե Զատիկյանի սպանություն է, որ Աստանոկին է գրսել են, մի հատ խեղճկնիկ տեղում զոհվել էր։ Ով բռնեց։
Ով ինֆորմացիան բերեց, Վարդան Ղուկասյան, եթե MVD-ն թույլ չի տա, որ ես խաբեմ։ Մարդը ամեն ամիս $30,000 վճարում էր Նազարյան Նելսիկին, Երևանում ֆրֆռում էր, ոչ մեկ չեր հետım չեր ասում, տղաջան, դուք հետախուզման մեջ եք, մենք ձեզ ուզում ենք բռնենք։ Էդ ինչի բաց է։ Մյուսը խփեք YouTube, բերեմա, սեֆի կողը կայնած, աչքը կապուտ եւ այլն։ Սպանություն, ով բռնե, այս մարդը։ Մյուսը Գաբելյան Գարիկ 132 միավոր ավտոտեխնիկա ֆագոտ նախորդ հաղորդման ասել եմ։ Ո բացահայտեց դու էլ խփիր դոշիտ վազան մտար Սերժի մոտ, ապագա մինիստրի տեխնացու Գաբելյան Գարիկին գահնկեց արիր քծիր մի կոն, որ աթորը թիմքերը պինդելնի, ասին լավ տեղակալը դատմա Գաբելյան Գարիկ ֆրֆռա։ Ինչ պարգևատրում եւ ինչ կոչում ստացավ Վարդան Ղուկասյանը, առհա, զեո, դու ինձ խոսք էիր տվել փոխգնդապետ, աստիճաններից իջնելուց մինիստրության, ասեցի պարոն Գասպարյան, իմ փոխգնդապետը ինչ եղավ, ասեցի ես քեզ խաբել եմ, քո բենի բարերը, ընկեր ովա, այդ քո փեսեն, ատեց ինչով էր ես դիցարավել, ինչն էր տես բասահայտը, որ ինք կամ արշիկըտ, դարա փոխգնդապետ ես ոչ, ասեմա, Երանոսյան լովան, սենց բերել ինք յանք ոնց գրեն, Երանոսյան լովան խիկարար քո աղջկան, գործի չընդուներ, իմ խերը գլոխներ Երանոսյան լովան, այդ տղա, ես ինչ ես խոսում, հա, կամ, քեզ ասում ես տեղյակ չեմ եղել, Հարգարժան դատարան, Գասպարյան Վովան, բացառվում է որևիցե մի բանից տեղյակ չլիներ, վեկալենք ռազմական ոստիկանությունը, նորից եմ կրկնում, Կար Աշոտ, Կիտայ, Օսի պետներ, դասկանալնո ամեն ինչ զեկուցվում էր, Ստեփանյան Հայկ զեկուցվում էր, Խանձրազյան մտնում զեկուցում էր, Մարատ Գարեգինովիչ, Գարեգինովն էին ասում, Աշխարհի BBC հերթապամասի պետ վախամ էր մենակ ինձանից, Էշը տրում էր, ինքը վազեմ ասում էր, Էքավ, շեֆ, վազում են մոտ ու պատմում է, գրած։ Ես իմ հերթին եմ մտնում զեկուցում, անդելով կար, բան Կյուրեղյան Արսենի արածը աշկերըտ բռնի, բոզի տաղա, ամեն ինչ, բաց ուրեմն նա են կադրն ա եղել, Հարգարժան դատարան, որ Գասպարյան Վովան եղել է ձիք, Գասպարյան Վովան եղել է բանիմաց, Գասպարյան Վովան եղել է ամենատեղեկացված, Գասպարյան Վովան եղել է խիստ, Գասպարյան Վովան ռազմական ոստիկանության համար եղել է անփոխարինելի ղեկավար։ Պարզ ասում եմ, նրան հնարավոր չէր ֆրցնել, խաբել, եթե անգամ ինչ-որ մեկն էլ կարա պատկերացնել ֆրցնել ու խաբել, կտևեր օրեր, ոչ ավել։ Հետևից մյուսը կմատներ են լիդերը շերիֆը, ես, Ստեփանը, ինչ-որ մեկը կմատներ ու կասել չեք գիտես ինչ, շեֆ ջան, սենց չի, սենց է, իհարկե ես շեֆ ջան բառը երբեք չեմ ասել, ես ասել եմ պարոն գնդապետ, պարոն Գասպարյան, պարոն գեներալ, ճիշտ է, շեֆ ջան բառից հակակրանք ունեմ ոսկրածուծից բռնած։ Եվ այսօր նստել դատարանում ասել ես սրան ազատ, ես Ստեփանյան Հայկին հեռացրել եմ։ Այդ Ստեփան Հայկը որ չլներ, դու ով էիր։ Ստեփանյան Հայկը պլախոյ պալիցեսկի, դու խարոշի պալիցեսկի էիք խաղում մարդկանց գլխին։ Ստեփանյան Հայկը $50,000, 2001-2003 թվերին չեմ հիշում թիվը, տվեց քո աղջկան, որ փրկես, որ չսատկի։ Վեկալանք տարակացրիկ Իսրայելով, Ռուսաստանով եւ ամենուր։ Բոլոր փողերը առնում էր Ստեփանյան Հայկով։ Այդ տունը, որ ասում ես ես 30 տարվա ոստիկան եմ, ես եմ տուն եմ դրես, տունը Խանձրաձյանն է քեզ տվել, Թումանյան փողոցի տունը, դա հակակոռուպցիոն կոմիտեն թոպարզեր, դա քեզ տվել է Խանձրաձյան ռազմիկը, որ նորից հետ ընդունվի ռազմական ոստիկանություն, քո տան ռեմոնտը, քո տան հայաթեն, կաչելիներ, խաղալիքներ, փիսիկներ, ծևալը, ամեն ինչ եղել է ռազմական ոստիկանության հաշվին, գլխավոր բրիգադիր էր Կյուրեղյան Արսենը, որին որ դու ապերախտաբար փուրը տվիր գնաց։ Ընկեր Վովա, մարդետ կան ապերախտ, երախտամոր հեռացրել եմ, դու ինձ ես հեռացրել, Ստեփանյանին ես հեռացրել, Կյուրեղյանին, Նադարյանին, Ռոմիկին, լիդերին, շերիֆին, այդ սաղին հեռացրել ես,
Այդ մարդիկ քո համար արել են։ Ուրոք արել են։ Խազրազյան ռազմիկն անհայտ է թե ինչից մեռավ, հարգարժան դատարկ։ Մի հատ հարցը տուր էլի։ Մի հատ ասա, բերեք, ամեն ինչ գրում են Խազրազյան ռազմիկի վրա։ Տունը տվեց Խազրազյան ռազմիկը, փողերը կերավ Խազրազյան ռազմիկը, սաղրեց Խազրազյան ռազմիկը։ Մի հատ Խազրազյան ռազմիկի մաֆիան վկայականը պահանջի։ Մի հատ պահանջի տես հես մարդը ինչից մեռավ։ Մեկն ասում է ինսուլտ, մեկն ասում է արնահոսություն, մեկն ասում է իմպլանտ, մեկն ասում է ատամ։ Վերջ այդ մարդը ինչից մեռավ։ Ես էլ ասում եմ գլուխի կերան։ Ասում է չգիտեմ ոնց եղավ, ինչ եղավ։ Դու գիտես խիտ է հայտնվել, ով է, որովհետև դու ունես ուժեղ թշնամի։ Դու ունես ուժեղ թշնամի, որը ես եմ։ Ինձանից ուժեղ թշնամի դու չունես, ոչ լիդեր, ոչ շերիֆ, ոչ նադար, ոչ Գյուրեղյան, ոչ Ստեփանյան, ոչ Մկրտումյան Ռոմիկ, ոչ Գագո, որ ասում են հենց գործից հանեն, ինձ էս ասել, ճիշտ է, տողուն ձեռը բռնած բերել եմ կաբինետ, տողուն ասեմ հերդ բոզի տղա է, տղա ջան, ասել ես Գագո, դες ասում հա։ Ինձնից ուժեղ թշնամի դու չունես եւ չես էլ ունենա։ Ես եմ քո թիվ 1 թշնամին, ես քեզ ոչնչացնելու եմ, ապերախտ բոզի տղա։ Իշի վերաբերում է արայք դիզ, ասում է դեղեր խմա ճնշումը սիչած 198, գազանանոց, մազանանոց, այն գազանանոցի հետ էլ ոչ եմ կապված, մի հատ էլ հարց տուր, արջը հավաքարարին ընչի կերավ։ Մի րոպե տենան։ Սա ասեցինք արդեն։ Բարեկամների շարքը, բան այդ, MVD-ում աշխատել է աղբոր տղեն, Սերգեյը, Գասպարյան Սերգեյ, MVD-ում աշխատել է իա կնգա բարեկամը, Էմիլ, եթե չեմ սխալվում Զուլոյան, MVD-ում աշխատել է իա քերու տղեն, Ֆրանգյան Մացո, Ֆրանգյան Արթուշ, որոնք որ եղել են տարբեր բանապաշտոնների, որ ասում եմ ես չունեմ բան փեսա մեսա, Էտիա բարեկամներ, մարեկամները, աղշիկը, կնիկը եւ այլն, փեսեքը, так, Սևանի դաչեն, ոնց հասարկվե Սևանի դաչեն, նորից ռազմական ոստիկանության բանը պրիզիվնիկների հաշվին, մանումենտի տունը, այն փալակից ոնց է խելե, որ ասում աչեցեն շինեցա, այս ինչ վերաբերվում է այդ իմիջին, որ այդ ասում իմ աղջիկը եկչուհի է եղել փոքր ժամանակ։ Հիմա իմ աղջիկը եկչուհի չի։ Այո։ Հիմա քո աղջիկը եկչուհի չի, որովհետև քո աղջիկը երկելու տաղանդ չուներ, դա մեկ։ Քո աղջիկը եկչուհի է եղել ռազմական ոստիկանության եւ MVD-ի բյուջեի հաշվին, այդ որ ասում ես ես ումը զանգեի ասեի, դա կանեին։ Այո, դու ումը որ ինչ զանգեի ասել, քո աղջիկը համար կանեին, բայց պրոդյուսերնի պետք է, որովհետեւ դու չէիր կարող զբաղվել քո աղջիկա համերգներով եւ չէիր կարող տանել հացներ, տաշիշ, բա որ քո աղջիկը եկչուհի չի եղել, ասում ես եկչուհի չի։ Բա այն Armenia TV-ից վազում էր համով զրույց Են խերջ Զարայի մոտ են ասում ես հաղորդավարուհի, եկչուհի, գեղեցկուհի, կոմերիտուհի, եսի ինչ։ Արմենիայից վազում էր երկուսից վազում էր շանթից վազում էր առավոտ լուսոյից վազում էր գլողուսև ցավի մեջ եւ այլն։ Բա հիմա այդ աղջիկը ուրա։ Պապան գործից հելավ, աղջիկը երկելուց հելավ։ Այն Ավետ Բարսեղյանն էր գնացել էր մի հատ եսի ինչ 1000 ամյա ծառի փչակի կողը պտտվելով աղջկատ ծնունդներ շնորհավորեմ են Միրան Ծառուկյան կար լզմ էր աղջկատ դլոն բա հիմա դրանք ուր են Այս 5 տարիա ուր են պապանալևս MVD-ի մինիստր չի դու ռազմական ոստիկան հայ ոստիկան դու ոստիկան սպիտակ շորերը հագցրել էր կղզովեն երկզնում էր Մկրտումյան Ռոմիկի հաշվին հա Բոզի տղա ու այդ ամենը MVD-ի հաշվին խալի էին փռում պաչոտնի կարաուլ էին շարում այրոպորտում որ կնիկը գալım գնում էր Մոսկվա տաշիր մրցանակաբաշխությանը բա դա խնամի ծանոթ բարեկամ չի
Ասում քոլիկի մեջ էին մնում։ Ինչ քոլիկ։ Էլ քոլիկի մեջ մնացող 20-30 տարվա ոստիկան չկար, որ 6 օրվա աշխատողին վեկալ է տուն ես տվել, բոզի տղա։ Մի հատ էլ ասում ես, թե դա իմ աղջիկա պրոդյուսերը չի, մարդը զոհված է, էլ ուրիշ մարդը զոհված չկար։ Հարց. Ուրիշ մարդը զոհված MVD-ում կամ կինը զոհված չկար, բա տուն տայր։ Բա 6 օրվա աշխատողին դեռ վեկալ եմ տունա տալը։ Հա? Փոխկնդապետ, այդ վարդան Ղուկասյանը կամ ընդեղ շարաբը գցում այն Արայիկի վրա են, մյուսի վրա են, ընդեղ ուրեմն Մովսիսյան, Բադեյան, Սարոյան, պաշտոնապես հայտարարում եմ հարգարժան դատարան, որ այս բոլոր երեքը, որոնք որ գտնվել են Սերժ Սարգսյանի, եղբայրների, Լևոնի եւ Սաշիկի թիկնազորում, այո, գտնվել են Վլադիմիր Գասպարյանի իմացությամբ։ Սա կարող եք ընդունել որպես ցուցմունք, սա կարող եք ընդունել որպես հայտարարություն, սա կարող եք ընդունել որպես հաղորդում։ Հիշեցնեմ, որ տվյալ քրեական գործերը հարուցվել են իմ դիմումի հիման վրա, եւ նախաքննական մարմինը երբևիցե եւ դատախազությունը չի փորձել կապ հաստատել ինձ հետ, ասել պարոն Ղուկասյան, դուք եք ցուցմունք տվել, դուք եղել եք ռազմական ոստիկանությունում, դուք եղել եք փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի սպա եւ 1 տարի կուրացիա եք արել ռազմական ոստիկանությունը։ Այս խնդիրները ճիշտ է թե ոչ։ Դուք եղել եք Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին անվտանգության վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ սպա։ Դուք սրանից տեղյակ եղել եք թե ոչ։ Նույնը չգիտեմ Չարբախով եւ այլով, բայց ոչ մի բան, բացարձակապես։ Սա կապված Գագիկ Ծառուկյանի հետ, Վլադիմիր Գասպարյանի հետ։ Դեռ գերազանցության մեդալ, ես ինչի մեդալ, եւ Վարդա Ղուկասյանը մի հատ մեդալ, բախի չստացավ։ Հարց, այսքան բացահայտումներ։ Ասենք առաջ։ Ուրեմն ազգային ժողովի թեմաները կապված Ալեն Սիմոնյանի եւ մյուսների հետ։ Ես երեք հաղորդման հյուր էի Լովայի մոտ, որտեղ գնաց խոսք Ալեն Սիմոնյանի աղբոր կնգա ձերբակալությունից, հետո կալանավորումից։ Նախ ուզում եմ հանդես գալ շատ լուրջ բացահայտմամբ եւ հայտարարել, որ խնդիրն ավելի խորն է, քան մենք ձեզ հետ միասին կամ դուք բոլորդ պատկերացնում եք։ Ինչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հրամանատվել Արգիշ Քարամյանին եւ Հակակոռուպցիոն կոմիտեին ձերբակալել Ալենի աղբոր կնգան, որի հետ կապված գրել էին, որ գիտեք ինչ, ինքը անմեղ է, ինքը տեղ չի աշխատում, ինքը սենց ինքն էց։ Ուրեմն ես հիմա իմ Telegram կանալում տեղադրում եմ, այս ուղարկել եմ ստեղա, փաստաթղթեր, հետո իհարկե կվեկալենք ասեն, մամուլում տարածվեց, որոնցով որ ակնհայտ կերպով երևում է Ալեն Սիմոնյանի ոչ թե կնգա, այլ բանի, ինչ են, Քերոպյան բոզի տաղու, կատարած հանցագործությունը, նոր հետո ես կանցնեմ հանցագործության, ինչից ելնելով որոշեցին կպնել սրան։ Մի րոպե տեղադրեմ, որ համ խոսենք, ինչի չելում, գատով է, տեղադրեցինք, ուրեմն նայեք, հարգելի ժողովուրդ, մտնում ենք Telegram կանալ, բացում ենք
առաջի շունակը, առաջի բան փաստաթուղթը, այնտեղ մենք տեսնում ենք երկու թիվ 327 միլիոն եւ 90 միլիոն Ուրեմն, որպեսզի դուք հասկանաք սրանք ինչ թվեր են Պիտի կատարվի X աշխատանք X աշխատանք կատարելու համար մրցույթին մասնակցել է երկու ընկերություն Մի ընկերություն ասում է ես այդ աշխատանքը պատրաստ եմ կատարել 90 միլիոն դրամով Մյուս ընկերությունն ասում է ես այդ աշխատանքը պատրաստ եմ կատարել 327 միլիոն դրամով Հետևաբար պետությունը պիտի ընտրի ամենաքիչը ով որ ասում է 90 միլիոն Բայց Էկոնոմիկայի նախարարությունը ասում է չէ 90 միլիոն սիկտիր 327 միլիոն արի Եվ 327 միլիոն դրամով կապնվում է կոնտրակտը Եվ սրանից էկոնոմիկայի նախարարն ասում է ես խաբար չեմ ես չգիտեմ էդի զամմինիստրն է էդի ալենի աղբոր կնիգն է Եվ ստեղ որ մենք նայում ենք բանա փաստաթղթերը ականատերում է որ ալենի աղբոր կնիգը 06 մարտի 2023 թվական ժամը 12:00-ին մասնակցել է հանձնաժողովի նախագահ Իսպիրյան, հանձնաժողովի անդամներ Սողոմոնյան, Ավետյան նիստին, այսինքն այդ մարդը մասնակցել է դաժե։ Որ ասում են տարիներ ինքը չի աշխատում, չկա տես բան։ Մի տարի առաջ այս կինը տեղ աշխատել է այդ աղբոր հարցա կնիգա չգիտեմ աշխատել է Փաստորեն այն միֆը որ չի աշխատե այն միֆը որ սարքում են այն միֆը որ սենց այն միֆը նենց էդի սուտ է խտրեմ մեծ թուղթ մեծ համասա 90 միլիոնին ասել են դավայ սիկտիրեղի 327 միլիոնով արի Այսինքն հանցագործությունը ակնհայտ է աղբոր կնիգ վինավատ Չագուջի խփինք, վինավատ։ Հիմա, բայց սա հարցի մյուս կողմն է։ Ստեղ հարցի խնդիրը կայանում է նրանում, որ Նիկոլի Թայֆեն, այն որ ինքը ունի, բոլորը համատարած զբաղված են կոռուպցիայով եւ թալանով։ Ինչ տեղի ունեցավ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ է 327 միլիոն դրամներ բանը պատճառը, որ բռնեց եւ ասես կալանավորի արգիշտ ազգային ժողովի նախագահի աղբոր կնգան։ Ասեմ, որ հերթի մեջ է նաև աղբերը։ Այսինքն չի բացառում, որ օրերի տարբերությամբ կալանավորվի աղբերը, հետո օրերի տարբերությամբ կալանավորվի ընկեր Ալեն Սիմոնյանը։ Բայց մենակ Ալեն Սիմոնյանը չի, հերթի մեջ են Գրզոն, Արսենյան Գուգոն, Մելքոնյան Գագոն եւ Հակոբ Արշակյանը։ Բոլորն էլ ազգային ժողովի պատգամավորներ, բոլորն էլ Նիկոլ Փաշինյանի քփերը։ Սես որ նայում ես, ասում ես լավ, ինչի դրուկ էտա Նիկոլ որոշեց կալանավորել յուրայիններին։ Աղբոր հարցը ձգձգվում է։ Ալեն Սիմոնյանի ձգձգվում է նրա պատճառով, որովհետև աղբերը ինչ քակ կերել է այդ ասվատ, մասվալ, տենդեր, մենդեր, կերել է դդումի հետ միասին։ Այսինքն դդումն է դեռ ձգում Ալեն Սիմոնյանի աղբոր կալանավորումը։ Խնդիրը ինչումն է։ Խնդիրը նրանումն է, որ Ալեն Սիմոնյանը եւ ամենայն հավանականությամբ Գրզո, Արսենյան Գուգո, Մելքոնյան Գագո, Հակոբ Արշակյան եւ այլոք ազգային ժողովում պատրաստել են Պերևարոտ հեղաշրջում Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ հեղաշրջում, որով Ալեն Սիմոնյանը պիտի գա եւ դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն ազգային ժողովը Ալեն Սիմոնյանին պիտի ընտրի վարչապետ։ Եվ այս տեղեկատվությունը փաթեթի մեջ փաստացի ապացույցներով Նիկոլ Փաշինյանի դիմաց դրել են մեր Զակյանսկի դրուզիա, այսինքն էտա ինտերնացիոնալ հետախուզական ծառայությունները։ Նշեմ, որ Ռուսաստանը ստեղ չկա։ Իսկ ով է նախատեսում այս հեղափոխությունը, այս հեղաշրջումը, որը որ իմացել է Նիկոլն ու ընկել է էպիլեպսիկ նոպաների մեջ։ Ալեն Սիմոնյանը, այսպես ասած,
հեղաշրջումը նախատեսել էր Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների միջոցով։ Եվ դրա մասին իմանալով բնականաբար մեր Զակյանսկի դրուզյա տեղեկությունը փոխանցել են ընկեր Նիկոլին, ասել են լավը ծռելու են բոզի տղա անցի հիմնական գործողությունների։ Դա էր պատճառը, որ իրար հետևից գործից ազատեցին Մեկոնյան Գագոյի տաղուն։ Եկան Ալեն Սիմոնյանի հարսի հետևից, հեսա կգան աղբոր հետևից, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա արդեն խոսակցությունն է ֆռում Գրզոյի շուրջ, խոսակցությունն է ֆռում Մյուսի շուրջ, բայց ստեղ մենակ Ալեն Սիմոնյանը չի։ Ստեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինքը տարբեր տեղերից է ճակերտվել, որովհետեւ մարդիկ տեսել են փողի համը։ Մարդիկ, որոնք երբևից է փող չտենալի եւ այլն, իշխանության փողի, նույնն է Սիսին է։ Հասկանում եք։ Այո, շատ դժվար է, ես հիմա ասես դրած խոսում եմ, բայց շատ դժվար է դիմանալ փողի իշխանության հաճույքին եւ վարի չգնալ։ Հիմա եթե Ալեն Սիմոնյանին ծծանում ենք, գցում ենք մի կողմ, Ռուսաստանի հույսը դառնում է Սիսին։ Այսինքն մի գեղեցիկ օր ծծնելու են Սիսին եւ Սիսիի կողակիցներին։ Ես մի բանից ասում եմ։ Ահա։ Եվ այս խնդիրների առաջ ներքին դավաճանության կանգնում ենք մենք բոլորս, դաժե ես։ Այսինքն անեցը չլինի, որ իմ ձենը տակտերից է գալի։ Իմ մոտ էլ եղավ ներքին դավաճանություն եւ շարունակվում է ներքին դավաճանությունները, ես վեկալա շփրտեցի դուրս։ Հիմա սա ստեղ է։ Այսինքն նույն Նիկոլ Փաշինյանի ճամբարում։ Եվ սա է պատճառը, որ ես երեք օրինակ եթերի ժամանակ խոսում էի, էքսկլյուզիվը չասեցի, որ ասեցի, եթե ես անեի ազգային ժողովի նախագահ, ես կբերեի Արգիշ Քարամյանին կանեստեի տրիբունայի մոտ, կասեի Գասպարյան Վովայի կնիգը մի րոպեի չի նստել։ Գագիկ Խաչատյանի հարսը, կնիգը, Տարոն Մակարյանի աղջիկը, որի վրա միլիարդավոր դրամների հոդված կա դրած, բայց դու Տարոն Մակարյանի աղջիկան բերե նշանակել ես դպրոցի դիրեկտոր։ Իահոր անվան գումարած ինձ էլ պատասխանում է քաղաքապետարանը, որ պարոն Ղուկասյան, ավելշուտինգեր ավականի, մենք չենք կարող անվանափոխել Տարոն Մակարյանի դպրոցը, ներողություն Անդրանիկ Մակարյանի, որովհետև անվանափոխությունից պիտի անցնի 20 տարի, նոր դրանից հետո մենք իրավունք ունենք անվանափոխելու։ Սա էլ իմ անվանափոխությունը գծած թեման, որ պիտի լինի անվանափոխություն, Անդրանիկ Մակարյանի դպրոցը դառնար Վազգեն Սարգսյանի։ Ոչ, քաղաքապետարանը պատասխանում է, չի լինի, օրենքն տենց է, պիտի 20 տարի անցնի նոր։ Ես ինքն քաղաքապետարին պատասխանում եմ, ձեզ մնաց շատ քիչ։ Կգա նորմալ իշխանություն եւ Անդրանիկ Մակարյանի դպրոցը կդադարի գոյություն ունենալուց։ Կլինի նոր տնօրեն, կլինի նոր դպրոց, նոր անունով Վազգեն Սարգսյանի անվան։ Եվ այն որ Նիկոլ Փաշինյանը տարարտար բարարբար վերցնում է այն ինչ որ հնչում է այս եթերով ու ինքը սկսում է խոսալ, ասում է 4-րդ հանրապետություն եմ ուզում ստեղծել, դու չես կարող 4-րդ հանրապետություն ստեղծել, ընկեր Նիկոլ։ Հիմա ազգային ժողովում մշակում են օրենք, անես մի բան մշակեն, որ 1/4-ով հնարավոր լինի անցկացնել նոր սահմանադրություն, այսինքն ժողովրդի 25%-ը գնա քվեարկի այո, վերջ, սահմանադրությունը փոխվավ, Արարատ գերբ, Արարատ սալ, Սիկտիր եղար, եկեղեցի, Սիկտիր եղար, անկախության հռչակագիր, Սիկտիր եղար, Ղարաբաղ, Սիկտիր եղար, ցեղասպանություն, Սիկտիր եղար, տարածքային պահանջ, Սիկտիր եղար, վсё, մենք դրանք վիլայետ։ Սրանց գծած ու ջնջածը։ Այո, ես առնում եմ շատ վատ հոտ։ Ես առնում եմ շատ վատ հոտ, ես առնում եմ պատերազմի հոտ, ես առնում եմ ներքին խժժությունների հոտ, ես առնում եմ շատ ворի հոտ։ Եվ փոխանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվեին այս 2020 թվականի 4 տարի անցել է պատրաստվեին պատերազմի, հավանական պատերազմի, Ադրբեջանը կարող է մի գեղեցիկ օր միջանցք բացի եւ այլն, մենք նստած ինչ էինք անում, ասֆալտ էինք անում, պարգևավճար էինք բաժանում։ Ու այս բոզի տղերքին էինք լսում ու աչք ու ձախ մեզի խաղցնում էին մատների շուրջ ընդդիմության հետ միասին։ Պարլամենտական ընդդիմության հետ միասին։ Իսկ ինչ վերաբերվում է ես ուզում էի Ալեն Սիմոնյանին Չուրմիձև պաշտպանել, որովհետև նու ինչ իմաստով, որ ձեր խեռը այս մարդու աղբոր կնգավրա կայնավ, խնդրեմ, Վլադիմիր Գասպարյան, այնտեղ բանը Գագո, Մագո,
տարոն, մարոն, սրանց կնանեքին խիչեք բռնում եւ այլն։ Բայց ես հասկացա, որ երևույթը անձնական է եւ խիստ վիրավորական, երբ որ դուք Նիկոլով եկաք հասակ այդտեղ, ինգեր Ալեն Սիմոնյան, Գրզո, Մելքոնյան Գագո, Հակոբ Արշակյան, դուք բոլորդ եկել եք Նիկոլով, ոնց որ հիմա ինձնով եկացածները իմ տակը փորում են։ Այս վիճակ ես ինձ դնում եմ ոչ բարով Նիկոլի տեղը կամ Նիկոլի բեմ տեղը, դուք դրան այն որ 12 հոգով քալելով եկաք, դուք եկաք որպես Նիկոլի թայֆա եւ գնալու եք որպես Նիկոլի թայֆա։ Անեն շիլները որ Նիկոլը սատկի եք, վարի տակ, թունավոր եք, կմպցնեք, մորը ծծնեք եւ այլն, ու դուք պաշտոնը վեկալեք, զավթեք, վեկալեք, չիլնելու։ Նիկոլ չեղավ, դուք չեք լինելու։ Սա հասկացեք։ Նույնն է պիտի հասկանա Վարդան Ղուկասյանի թայֆեն, ով այսօր նստած է քաղաքապետարանում։ Իզնով եք եկե։ Իզնից առաջ կամ իզնից ենկոմ չեք կարա գնաք։ Եվ մտնելով չասնի, որ կարակ բան փոխեք։ Նույնը դրա համար հիմա Նիկոլը եթե դնի սաղին ծծցնի, իաթամին, ես բկողմ եմ, ես կողմ եմ, որովհետև դուք պատավատ Ալեն Սիմոնյան նկարահանվում էիր ֆիլմերում, 5000 դրամով գնում էիր ֆիլմի մեջ էիր նկարվում, Պարիժ եթե կարող ես, հակդ շորջ չկար, հլնմ պարում էիր, որ փող աշխատեիր, բրանիրվնի, BMW, պատավատ, ախրաննիգնի, նաուշնիգներով եւ այլն, այս բոզի տղենա քեզ տվե, են որ դուրը բացում են դու նստում ես, են որ Սամվել Ալեքսանյանը զոնտիկա պահում սիսին տակը կայնում է, Սամվել Ալեքսանյանի խանութի պահակը սիսին չեր ծծնի դաժե, բայց հիմա զոնտիկա պահե, տակը կայնելա, չէ, Գագոն, որ այսօր իան նվերիկով ձեր լավը չի ծռում, Նիկոլ, և գիտես ինչ, նույնսեմ, մի կոմ թողենք, որ Նիկոլը բոզի տղա է, Նիկոլը բոզի տղա է, գլուխ պեչատու, դրա մասին ոչ մի խոսք, բայց դուք սրանով եք տղա ջան, Գրզո, Արսենյան, Ալեն Սիմոնյան, Մելքոնյան Գագո, Հակոբյան Արշակ, փոխնախագահ ազգային ժողովի, բոլորդ, և դուք բոլորդ կանգնելու եք վաղը դատարանի առաջ, և ձեր բոլորին դատարանը, ուր այն բոզի տողությունը, ասեն շագուժը խպելու է, ու ասելու է ծմա, ես դա ձեզ խոստանում եմ, բոլորիդ, անեն շինելը, որ մեկը լասի գնեք ինչ, ես քաղաքապետ եմ եղել, ես պատասխանատվություն չեմ կիսում, խերս կերել ես, դու կապայից ես եղել տղա ջան, դու փող վարչապետ ես եղել քո մեղքով, հազարներ կորոնայից մեռել են, քո մեղքով կամենտանտը դու երինքես սիսի, քո մեղքով Երևան քաղաքի մաման ծծրածը, ճամփեկը, զիբիլը, հլը մի հատ մտի Բաքու, խփի Բաքու, սիսի բոզի տղա, խփի Բաքու ու Բաքվի քաղաքը նայի, տուրիստները ոնց են գովում, չիստատա, պարադակ, ակուրատնս եւ այլն։ Հասկանում ես։ Բաքուն Երևանից 2 անգամ մեծ է։ Բաքու ավելի շատ տուրիստ է գալի, քան հələ մի հատ դրա շենքերի շինարարությունը նայի, բան շենքից դիստանցիայի վրա կանաչ գոտիով ամեն ինչով։ Հասկանում ես։ Դուք ընկեր քփը, մարդ եք դարես սրանով։ Եվ սրա վրից դուք չեք կարա թռնել, ռուսը ինչ կուտուզում է ձեր դեմը լցի։ Ձեզ ծծնելու են։ Հասկանում եք։ Ծծնելու են, բարի ամենաբույր, ես դա ձեզ խոստանում եմ, ցանկացած դավաճանություն, հիմա ոնց որ ընկեր են մի բոզի տղեն բերդում նստած, Արտակ Գալստյանը, ոնց որ լավ կանավ ասում է, բանը, Ռուսաստանի քաղաքացի բլոգեր եւ այլն, բլոգերը մորդ քունի, բլոգերով ես եկե նստետ է, դեմը գնա, վայլի, դավաճանությունը ցավալի է ցանկացածի համար, Նույնը Սերժ Սարգսյանի չամբարում եղավ, նույնը Գագոյի, նույնը
բանի Ռոբերտ Քոչարյանի բոլորի անունները տան, որ ոչ մեկ չասի, սրա կողմը պահում եմ, նրա կողմը չէ։ Բոլորի, հասկացեք, ընկեր ցուցակի համարներ, երկրորդ, երրորդ, չորրորդ, առաջին եւ այլն։ Դուք գտնվում եք ազգային ժողովում շնորհիվ Քոչարյան Ռոբերտի, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, շնորհիվ Սերժ Սարգսյանի։ Դուք ընկեր ավականիներ գտնվում եք քաղաքապետարանում շնորհիվ ինձ թուղթ տարե, թուղթ բերե, էս է կարե, այն է կարե, ձեր աշխատանքը գնահատվում 1-2%, ոչ ավել։ Ընտրագրավից բռնած վճարել եմ ես։ Նույնը վերաբերում է իմ ավականին, հեսա կասեմ ինչի։ Դուք մի դրամ ձեր ջեբից չեք անել։ Ու հիմա հենց ասեք պասմատից է, մենք անկախ ենք, մենք ցար ենք, կամ մենք ռուսների հետ գնան մտնեն պասոստվա քչի, Պերևարոդ ենք, Նիկոլի մուրը ծցնենք, Ալեն Սիմոնյանը դառնա բանվարչապետ, հետո ռսահպատակ գործողություններ տեղի ունենա։ Բոզի տղություն է դա։ Դա բոզի տղությունա կապ չունի ում հանդեպ է դա։ Հասկանում եք։ Նիկոլը գիժա, ալկոգոլիկա, բոզի տղայա, դավաճանա եւ այլն, դուք հավասար կիսում եք դրա պատասխանատվությունը։ Դուք իանով եք եկել նստե ազգային ժողով, թե չէ Կարեն Սերոփիչի աթոռի վրան, դու ով էիր որ նստեր այ բոզի տղա։ Հա? Պախցեցիք ամեն ինչ։ Ու հիմա եթե դանի ձեզ տնով, տեղով, ընտանիքներով եւ այլն, ծսնի շատ ճիշտ կանի։ Վերջում ես եմ էլի ծծնելու, բայց ինքը որ ձեզ ծծնի, շատ ճիշտ կանի։ Դավաճանությունը աններելի է, անկախ ամեն ինչից դա ում ճամբարում է տեղի ունենում։ Դա իմ ճամբարում է, դա մյուսի ճամբարում է, դա իա ճամբարում։ Երևույթին նայվում է տհաճ։ Եթե դու դա անեիր, ընկեր Ալեն այս թայֆով, անեք 2019 թվականին, 2020 թվականին, լավ, պատերազմից անմիջապես հետո, ես կասեի մարդ են, եկել են, հասկացել են, որ սա բոզի տղա է, չեն ուզում սրա հետ ճամփած գնան, բախբեր մանդատը վայրա դնում կամ ինքը որպես ազգային ժողովի նախագահ լսում էր հարավերում, ասում է Ղարաբաղը խիտվիկ, այսինքն ինչ որ մի ազգանավեր գործ ես տենայի, ես կասեի հա, բայց չէ, դուք ասեցիք բրավո, պարտվանք, բրավո, Արցախը հանձնենք, բրավո, փախստականներ կա, բրավո, միլիոնները լափում են, բրավո, ամեն ինչ, բրավո, մենք կան էս բոզի տղուն գցենք, մենք դառնանք վարչապետ։ Մի բոզի տղուն, մյուս բոզի տղով փոխելով ազգի օգուտավորն է։ Դուք նույն գնացքի ուղևորներ եք։ Դուք բոլորդ եկել եք նույն ծրագրով Հայաստանը թրքացնել։ Էդ է ձեր նպատակը։ Դուք չեք դուրս եկել այդ ծրագրից։ Պրոստը հիմա ռուսները ինչ անեն, որ Նիկոլի լավը ծռեն, գտել են մի հատ բոզի տղու, ասում են, արի մենք ես բրթենք առաջ։ Դու գնա դարի բան։ Որ հետո դու մեր ասածով անես։ Ամերիկացիք էլ տու բերել են դեմն, ասում են անասուն թայֆայա ձևավորվել, ուզում են քեզ ծածկեն տերերի։ Թե չէ ինչ, Աբազը բանա բռնում հավարով, պրիզիվնիկ, Աբազը կարա ինֆորմացիա բացահայտի։ Աբազի մակարդակը պրիզիվնիկ բռնելն է։ Այս սա է եղել սիրելի ժողովուրդ, որ ես ուզում եմ, որ դուք իմանաք։ Եվ խղճահարությամբ եւ այլով չլցվեք։ Դավաճանությունը նորից են գկրում ցանկացած ճամբարում, ցանկացած, դա տհաճ բան է, դա ոռի բան է։ Եվ այսօր էլ նույն դավաճանությունը շատ հավանական է իմ ճամբարում, ավականու ճամբարում։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է արտահերթ նիստ ամսի 7-ին, որով որ ուզում են դադարեցնել Հայկ Մարությանի, են նանե սոսե նանեն ագարտի, են մյուս ագարտի, են Զարուհի Փոստանջանի, ես իմ բանը, մանդատները։ Նիստի չեն եկել, նիստի չեն գնացել, ես իմից չեն արել եւ այլն։ Մի րոպե։ Ուրեմն ես հայտարարում եմ, որ հանրային ձայն ֆրակցիան չի մասնակցի այդ օրվա քաղաքապետարանի նիստին։ Հիմա բանից ասում եմ։
Ես ուզում եմ սա ֆիքսի եւ Հայկ Մարության կոչվածը եւ թևավոր ազնվորություն չի մասնակցելու։ Բացատրեմ ինչու։ Հետո կասեմ բանը մնացածը։ Ուրեմն նախ անընդունելի է, որ ԿՊ-ն պիտի որոշի ում մանդատից զրկի, ում չէ։ Եղբայր դու ով ես։ Նույն Հայկ Մարությանը, նույն թևավորը, նույն ես ստացել է մանդատ ժողովրդից։ Եվ հիմա եկել է վերանգի այդտեղ։ Նիստերի գալիս է, չի գալիս, այն նիստերի չի գալի արտակ գալիս է, բա զրկի։ Բախի չէ զրկում։ Կամ այն նանե սոսեն ինձ էր քրվում։ Ոչ մեկին չէր քրվում այդ անդամներից, ոչ Վահան, ոչ Վահե, ոչ Անի, ոչ Նանա, ոչ մյուսը, ոչ ինձ էր քրվում։ Դու ծախված ես, բոռում էր այդ փնթի բոզը։ Նանե սոսեն իմ WhatsApp-ին ուղարկե շանտաժ։ Ոչ մեկի բանին չի ռոքի, բայց ուզում հասկանամ։ Խի։ Ոնց։ Ինչի պիտի ԿՊ-ն որոշի։ Եթե դες ԿՊ-ն որոշել է զրկել մանդատից, ես ասում եմ, մենք հիմա չենք ուզում։ Չենք ուզում։ Որ դու զրկես։ Երբ ուզենք, այն վաղ դու կարաս զրկես։ Ամսի 7-ին է, դեմից 5-ին էր, հետո փոխին 7-ին։ Ամսի 5-ին է, թե 7-ին է, թե 10-ին է, այս նիստով առաջինն չեն, այդ մարդիկ չեն զրկվելու մանդատից։ Հանրային ձայնը չի մասնա, հանրային ձայն ֆրակցիան չի մասնակցելու այդ նիստին։ Ընկեր ԿՊ-ն պիտի հասկանա, որ կախված է ինձնից։ Հանրային ձայն ֆրակցիայից։ Իսկ եթե ամսի 7-ին դիմում եմ իմ ավականիներին, ամսի 7-ին ավականիներից որևիցե մեկն ու մեկը, որովհետև իմ ստեղին էլ է հասնում պուպուլ հարաբերություններ Սիսիի հետ։ Եթե որևիցե մեկն ու մեկը ոտքա դրել Երևանի քաղաքապետարան, ոտքա դրել, այդ օրը вообще մտելա կապ չունի, մտելա կոֆե առնի։ Ամսի 7-ին արդեն հայտարարել է, չէ՞։ Մտելա չի եմ դրոշվե գալի, շրի դուրս գա։ Ամսի 7-ին ով մտելա Երևանի քաղաքապետարան, էլ չեմ ասում դահլիճ, էլ չեմ ասում քվորում, էլ չեմ ասում կողմ կամ դեմ։ Ես խոստանում եմ հրապարակայնորեն ոչնչացնել տվյալ անձին, սարքել քաղաքական դիակ։ Ես եմ ձեզ այդտեղ բերել։ Նիկոլը Աբազունի Արգիշտունի Դանովա դուբլում, ես էլ սա ունեմ եւ էլի անհայտ ուժեր ունեմ չերևացող, ձեզ կդուբլեմ։ Տվյալ անձին կոչնչացնեմ, եթե գնաց է մտելա Երևանի քաղաքապետարան, որպես քաղաքական դեմք, որպես հանրային դեմք, նախանային դեմք չէ, ես կոչնչացնեմ։ Փողոց չի կանալու դուրս գա։ Այս նիստը չի կայանալու, վերջ։ Սա իմ հրամանն է հանրային ձայն ֆրակցիայի ողջ անդամներին։ Սիսին չպիտի երբ խեռը կայնի, սրան հանի, նրան բերի, նա իմ խեռը կերել է։ Իսկ եթե մի քիչ ավելի մտկափոխվեմ, առհասարակ, նա իրավունք չունի ոչ մեկի զրկել մանդատից, ով ես դու։ Առաջին մանդատից զրկվողը դու պիտի լես Երևան քաղաքի ձնամաքրման աշխատանքները պրավալ տալու համար։ Երևան քաղաքը թալանելու, կեղեքելու, ասաթապատման աշխատանքները անվորակ կատարելու, մանկապարտեզները, ամեն ինչը ասեք կանենք, ասում եք արի ծծի։ Առաջինը դու պիտի լնես։ Իզնից շատ թող ոչ մեկ չզզվի Հայկ Մարությանից, այդ շիպիսնակ բոզի տաղուց։ Բայց Սիսի չպիտի որոշի։ Կամ են նանե սոսեից։
Ես զինվորական եմ, զինվորական հրամանտալը վերջ, այլևս ոչ մի կռուկ մռուկ եւ այլն։ Նորից եմ կրկնում, վայն եկավ տարավ այն ավականու անդամին հանրային ձայնից, ով մտել է այդտեղ։ Հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, դա կլինի ռոբական, դա կլինի սերժական։ Ես էլ ձեր հետ միասին տվյալ մարդուն պետքա ոչնչացնել։ Շինել ազգի դավաճան բոզի տղա լավը քունել փրել արևի տակ։ Հիմիկվանից ասում եմ, Թերանյան ֆիքսի մոտդ, նույն էլ Հայկո, նույն է Սերժ, նույն է Ռոբիկ։ Ես արգելել եմ։ Եթե որևիցե մեկը գնաց մտավ, ուրեմն այո, սիսին կանչե մոտը փողը չպսել այրեցին, ասում է, պիտի գաս նստես։ Նա իմ հետ այլևս կապ չունի։ Տվյալ ավականու անդամը այլևս իմ հետ կապ չունի։ Եվ այդ ֆրակցիան ես կքայքայեմ։ Ֆրակցիա չի մնա կզրկվեն թե կաբինետից, թե վարորդից, թե աշխատակազմից թոքնականներից։ Կմնա զերո։ Թոքնան դառնան անհատ ավականի, ու բայց այդ անհատ ավականներ բանելով հանդերձ մամուլը անեց հա գզելու, որ ձեզ այդ տվյալ մարդուց թաստեղը չմնա։ Հիմիկվանից ասում եմ։ Կոչնչացնեմ։ Պարզա, ես դեմ եմ, ու գիտեմ խի եմ դեմ, սիսին, հերիք էլա բոլ էլ ավել, ինչ ուզեմ անում ա, սեն անեմ, ասորան բերեմ, այս տանեմ, դե բարես ես, այս շիպիզնակ բոզզի տաղա, ու էդ քո էդ բանակցությունները ավականու հետ, որոշ անդամների, ընգեր սիսի, հասկացի, Ցենտր զես Էվորի զանգերն անջատել եք շեք խոսում եւ այլն, այ ցենտրը էս հա եւ դու ում խերի գլուխն ես որ հանես թողած եւ այլն որոշում ես դե գնա որոշի բոզի տղեկ Որոշումը, սրան զրկում է մանդատի, նույն էլ վաղը մյուսոն, նույն պրակտիկան, կվեկալեք օգտագործեն ազգային ժողովում, որ պատգամավորը ձեռ չի տալը, վեկալ է նիստանը, վեկալ է շպրտեն դուրս։ Անդրողը թող գնա գլուխը պատովը տայրեսը քարովը, որ նման մարդու ընտրել է։ Հիմիկվանից ասում եմ, չփորձեք կապել տվյալ անձին իմ հետ։ Եթե մեկը իմ մոցից գնա մտնի, տվյալ անձը այլևս ինձ հետ ոչ մի կապ չունի։ Եվ հանրային ձայնի հետ նա դառնում է անկախ ավականի, գզեք, հոշոտեք, պղծեք, փչացրեք, մորթեք, ինչ ուզում եք արեք։ Ես ես հետ միասին։ Լսար Հայկ Մարության ու Թևանյան։ Այսպիսին է դոգի պատասխանը, որ վաղը չլի որևիցե մեկն ասի դոգի կուսակցությունը կամ ֆրակցիան մտավ։ Ոչ, դոգ ասում է ոչ։ Ու դաժե քֆուրատենը մտողը բոզի տղա է։ Այդ օրը։ Մի փոքր հաճելի նորություն Սելի ժողովուրդ անդհատինց գրում են ինչ եղավ գրքի վաճառքը եւ այլն գրքի վաճառքը շարունակվում է ես ասեմ որ գիրքը տպագրվել է շատ սահմանափակ քանակով 2500 թորի չգիտեմ քանի օրինակ եւ շատ շուտով արդեն կվերջանա ոնց ձեռք բերեք ինչ ձեռք բերեք տեղադրված է իմ Facebook-ում, Telegram-ում եւ այլն շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց ովքեր որ ընթերցելով գիրքը կիսվել են իրենց տպավորությունների հետ, կիսվել են իրենց մտքերով, տպավորություններով, հուզմունքով եւ այլն, որ մի այլ կողմից ճանաչեցին Վարդան Ղուկասյանին, ավելի պարզ ճանաչեցին Վարդան Ղուկասյանին, ավելի մոտիկից ճանաչեցին Վարդան Ղուկասյանին եւ այլն։ Ես շատ ուրախ եմ, որ նման տպավորություն է թողել ձեր վրա գիրքը գրված է լրիվ օբյեկտիվորեն, տար, կետ, ամեն ինչ համաձայնեցված ժամանակով, որ ոչ մի բան րոպե սխալ չլինի,
եւ ուզում եմ ասեմ, որ շնորհակալ եմ դրական կարծիքի, բարի խոսքերի, ազնիվ խոսքերի համար, իսկ այն մարդիկ, ովքեր որ դեռ չեն ձեռք բերել իմ գիրքը, ամենափնտրված չհանցագործը, մաղթում եմ բարի ընթերցում ձեզ։ Այսօր այսքանը ես հայտարարեցի այն ինչ որ հայտարարեցի, ասեցի այն ինչ որ ասեցի, Երևանի ավականու նիստի հետ կապված հայտարարում եմ, որ հանրային ձայն ֆրակցիան բոյկոտում է, այդ օրը ներկա չի գտնվելու, ուրիշ օր միգուցե մենք համաձայնվենք, ուրիշ օր մենք գումարենք նիստ, խոսքի օրինակ ամսի 7-ին չի լինում, ալում ամսի 14-ին, բայց առաջին նիստը տեղի չի ունենալու, վերջացավ։ Այսպիսին է իմ քմահաճույքը, այդպես ընդունենք ես, թոտ ենք գնա, թոտ ենք ընկալվի, իսկ լրատվամիջոցներին եւ այլն ես արդեն ասեցի, որ եթե որևիցե մեկը մտավ իմ կողմից, իմ կոմանդից մեկը մտնի, ուրեմն ես ձեզ հետ միասին տվյալ անձին կսարքենք քաղաքական դիակ։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։